Վարչապետ Նեթանյահուն ժամեր առաջ հաստատեց Իսրայելի բանակը անցած գիշեր Գազան գրավելուց համակային լայնածավալ հարձակում է սկսել։ Քաղաքը մի քանի շաբաթ ռմբակոծելուց հետո։ Իսրայելի պաշտպանության նախարարն սոցցանցում գրել է, որ զորքը քաջաբար պայքարում է գերեվարված իսրայելցիների ազատ արձակման եւ Համասին պարտության մատնելու համար։ Գազան այրվում է, Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, գրել է Իսրայել Կացը։ Ըստ վերջին տվյալների 2023 թվականի աշնան անակնկալ հարձակումից հետո Համասը դեռ ավելի քան 4 տասնյակ իսրայելցի է պատանդ պահում։ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, թե տեղեկություն ունի, որ Համասը մտադիր է հիմա նրանց որպես կենդանի վահան օգտագործել եւ զգուշացրել է չանել նման բան։ Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա, հակառակ դեպքում անկանխատեսելի բաներ տեղի կունենան։ Հենց հիմա ազատ արձակեք բոլոր պատանդներին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետն է հիմա որոշում պատանդների ճակատագիրը։ Ըստ Համասի հայտարարության, չնայած ԱՄՆ-ն գիտի, որ Իսրայելն ամեն ինչ անում է վիճեցնելու պատանդների ազատ արձակման ու պատերազմի դադարեցման շուրջ համաձայնելու բոլոր հնարավորությունները, սակայն աջակցում է Իսրայելին։ Հետևաբար ԱՄՆ-ն ուղղակիորեն պատասխանատու է Գազայում իրավիճակի համար։ Այս ֆոնին քիչ առաջ հրապարակվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անկախ հետաքննությունը, առաջին անգամ պաշտոնապես արձանագրելով, որ 2023-ին Համասի հարձակումից հետո Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել։ 72 էջանոց զեկույցում ասվում է, որ ցեղասպանական 4 գործողությունները կատարվել են Իսրայելի բարձրաստիճան ղեկավարության հրահրմամբ։ Իսրայելը զեկույցը կեղծ է անվանել, պնդելով, որ այն հիմնված է Համասի տվյալների վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ պնդել է, որ դրա հեղինակները հայտնի են իրենց հակասեմական հայացքներով։ Իսրայելը կտրականապես մերժում է հետաքննող հանձնաժողովի հրապարակած այս զրպարտչական զեկույցը։ Այն տարածում է ցեղասպանության չարամիտ պատմույթը։ Զեկույցը շեղվում է հանձնաժողովի լիազորություններից, կրկին ընդգծելով, որ իրենց վերլուծությունը կողմնակալ է։ 2023 թվականի հոկտեմբերին Համասի հարձակումից հետո Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Գազայում ավելի քան 64,000 մարդ է սպանվել, վիրավորվել ավելի քան 163,000-ը։ 361 մարդ, այդ թվում 130 երեխա մահացել է սովի եւ թերսնման պատճառով։ ՄԱԿ-ի պաղեստինցիների իրավունքների հարցերով առաջատար փորձագետ Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ Իսրայելը փորձում է Գազան դարձնել անմարդաբնակ։ Նրա խոսքով իսրայելական բանակը ոչ կանոնավոր զինատեսակներով ռմբակոծում եւ ոչնչացնում է ամբողջական թաղամասեր, բռնի տարհանելով ապաստան փնտրող 800,000 պաղեստինցիներին։ Հարցն այն է ինչու։ Ինչու, որովհետև սա Գազայի վերջին հատվածն է, որը պետք է անմարդաբնակ դարձնել, նախքան այդ հողակտորի էթնիկ զտումները շարունակելը։ Եվ այդ դեպքում հավանաբար նրանք կտեղափոխվեն արևմտյան ափ։